Փարիսեցիները չճանաչեցին Աստծո երեսը Հիսուսի անձի մեջ։ Նրանք միայն սպասում էին, որ Աստծո ձեռքն իրենց ազատություն բերի հռոմեական լծից։ Եկեք չնմանվենք նրանց։ Եթե մենք որոնենք Աստծուն ամբողջ սրտով, եթե սիրենք Նրան, հնազանդվենք ու փնտրենք Նրա երեսը, ապա նույնիսկ այս 4 ժամանակում Նա կբարձրացնի իր ավետաբերներին։ Նրանք կբարձրանան ինչպես Հեսուն և կվերցնեն խոստմունքի երկիրը, մասնակցելով ազգերի հունձքին։ Այսօր Աստված բարձրացնում է Հեսուի սերունդին, բայց ինչպես նրա ժամանակներում այսպիսի բանակը պետք է մարզման ընթացք անցնի անապատում։ Այս 4 ժամանակներում մաղվում են բոլոր տրտնջացողները, դժգոհողները և ապստամբները, ինչպես մաղվում է ցորենը և առանձնացվում թեփից։ Նրանք, ովքեր խոստումներից շահ են որոնում և ոչ թե հենց խոստացողին, թուլանում են անապատի անջրդի վայրում։ Մի բան է, որ որոնել Տիրոջը միայն նրա համար, որ նա կարող է ինչ-որ բան տալ ձեզ կամ անել ձեզ համար, և միանգամայն այլ բան է որոնել Նրան այնպիսին, ինչպիսին նա կա։ Առաջին դեպքում հետապնդվում է միայն անձնական շահը, դրդապատճառը, եսասիրությունը։ Այսպիսի մոտիվներով լավագույն դեպքում սրտում կարող են աճել միայն ոչ հասուն փոխհարաբերություններ Տիրոջ հետ, բայց երբ փափագում ենք պարզապես ճանաչել Տիրոջը և իմանալ, թե Ով է Աստված, մեզ մոտ կսկսվեն ստեղծվել ամուր և առողջ փոխհարաբերություններ։ Հովհաննես 6:22-26 խոսքերում բազմությունը որոնում էր Հիսուսին և վերջապես գտան Նրան։ Նա ասաց, որ դրա պատճառն այն չէ, որ նրանք հրաշքներ տեսան, այլ այն, որ կերան ու կշտացան։ Այսպիսով ի՞նչ են անում հրաշքները։ Դրանք ցույց են տալիս կամ տեղեկություն են տալիս։ Հիսուսը գիտեր, որ նրանք Իրեն են փնտրում, ոչ թե հրաշքների և նշանների համար, որոնք Իրեն ցույց են տալիս որպես Մեսիա, այլ միայն նրա համար, որ իրենց ստամոքսները լցվեն։ Մեր օրերում մենք հաճախ որոնում ենք Հիսուսին սխալ պատճառներով։ Մենք փնտրում ենք Նրան միայն որևէ շահ և օրհնություն ստանալու նպատակով, սիրուց դրդված հետևելու փոխարեն։ Ոչ միշտ հասկանալով դա, մենք ինքներս օգտագործում ենք Նրան մեր նպատակների համար։ Ձեր կյանքում կա՞ն ծանոթներ, ովքեր զանգում են ձեզ միայն այն ժամանակ, երբ իրենց ինչ-որ բան է հարկավոր, կամ ավելի վատ, երբևէ պատահե՞լ է ընկերանալ մեկի հետ, իսկ հետո իմանալ, որ նա ձեր ընկերն է, ուզել դառնալ միայն ձեզանից օգուտ քաղելու համար։ Այսպիսի եսասիրական փոխհարաբերությունները նվաստացնում են ինչպես հասարակությանը, այնպես էլ եկեղեցին։